Այս տարվա հուլիսից ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր ալիք բարձրացավ, երբ ռուսաստանցի իրավապահները մի քանի քաղաքում շուրջկալներ իրականացրին մեծածախ առևտրի ձեռներեցության անվան տակ հանդես եկող ադրբեջանական մաֆիայի պարագլուխների ու նրանց մերձավորների նկատմամբ։ Ձերբակալվեց 5 տասնյակ ադրբեջանցի, նրանցից երկուսը ձերբակալման պահին կամ դրանից անմիջապես հետո կասկածելի հանգամանքներում մահացան, ինչը ցասման առիթ տվեց Ադրբեջանում բոլոր մակարդակներով։ Բաքվում ձերբակալեցին ռուս լրագրողների, ապա նաև զբոսաշրջիկների և թմրավաճառության մեղադրանք առաջադրեցին։ Բաքվի նախորդ ցասման առիթը 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանումն էր ռուսական դրոնի բեկորի առերևույթ հարվածից։ Այս ամիսներին Պուտինն ու Ալիևը միայն մեկ անգամ են հանդիպել Չինաստանում։ Օգոստոսի վերջին այն էլ հպանցիկ ձեռքսեղմումով։ Դուշանբեում կայացած հանդիպմանը Պուտինն առաջին անգամ հրապարակավ վերահաստատեց իր ցավակցությունը եւ խոստացավ, որ ռուսական կողմը փոխհատուցում կտրամադրի եւ պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտա։ Կրեմլի ղեկավարը նաեւ ակնարկեց, որ իր հետ գժտվելն օգտակար չէ Բաքվի համար։ Մեր փոխադարձ շահերը շատ ոլորտներում համընկնում են և շատ մոտ են։ Ձեր վաստակը պետությունների միջև մարդասիրական կապերի զարգացման գործում անգնահատելի է։ Ռուսաստանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանվի։ Իլհամ Ալիևը մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց Պուտինին, նշելով, որ չի կասկածում հետաքննության օբյեկտիվությանը։ Հատուկ շնորհակալություն ձեզ ազալ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը անձամբ վերահսկելու համար։ Շնորհակալություն ևս անգամ, որ մեր հանդիպման ընթացքում կարևորեցիք այս թեման։ Որպես վստահության ամրապնդման քայլ Բաքուն ազատ արձակեց Սպուտնիկ Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին, իսկ Մոսկվան ի պատասխան Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Բարեկամական մթնոլորտը ընդգծվեց նաև հանդիպմանը հաջորդած ջերմ գրկախառնություններով։ Ձևի տեսանկյունից իհարկե բոլորը նկատեցին հետևյալը, որ չգիտեմ ֆիզիկապես Պուտինը եւ Ալիևը շփվեցին երկարատև դադարից հետո, բայց բովանդակային տեսանկյունից տեսեք այն խորքային խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունում, այդ խորքային խնդիրները չեն լուծվել։ Ինչի մասին է խոսքը։ Այս զարգացումը Ալիևի քարոզչամեքենան ներկայացրեց որպես դիվանագիտական հաղթանակ, մինչդեռ ադրբեջանական ընդդիմադիր շրջանակներում այն գնահատվեց որպես Ալիևի միակողմանի զիջում եւ մեղավորներին պատասխանատվությունից ազատելու քողարկված քայլ։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին բավականին սուր քննադատության էր ենթարկել Ալիևին, նշելով, որ Ալիևը միակողմանի զիջման է գնացել, որ Պուտինը որևէ նոր բան չի ասել, նույն հերքումը եւ նույն այսպես կիսատ ներողություններ, ինչ որ նախորդի վեր ասել, հետեւաբար ըստ Քերիմլի Ալիևը գնացել էր միակողմանի զիջումների։ Վերլուծաբանների կարծիքով այս հանդիպումը բխում էր երկու կողմերի շահերից։ Ռուսաստանի համար կարևոր էր կանխել իր ազդեցության հետագա նվազումը եւ կարգավորել հարաբերությունները տարածաշրջանային կարևոր դերակատարի հետ։ Ադրբեջանի համար էլ Ռուսաստանի հետ բացահայտ թշնամանքի ձգձգումը ձեռնտու չէր։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի դիտարկմամբ, չնայած հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, երկու երկրների միջև առկա են խորքային ռազմավարական տարաձայնություններ։ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել իր քաղաքականությունը կառուցելով հակառուսական ու հակաիրանական դիրքավորման վրա։ Սա թույլ է տալիս Բաքվին սերտացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ Միացյալ Նահանգներում 907-րդ բանաձևի չեղարկումը թույլ կտա ամերիկյան զենք ստանալ։ Ադրբեջանը կամովի ստանձնել է Թնդանոթի մսի մատակարարը, որով պետք է գլոբալիստները միասնական արևմուտքը լավ այսպես ձևակերպեն, գործողություններ իրականացնեն Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Ալիևը այդ մոտեցումից չի հրաժարվել։ Քաղաքագետի դիտարկմամբ ռուս-ադրբեջանական առճակատումը որոշակի ժամանակով հետաձգվում է, բայց այն անխուսափելի է։ Արձանագրենք հետևն, որ նախադեպը արդեն կա։ Ու մենք տեսել ենք, որ կողմերը մեղմ ասած միմյանց նկատմամբ ունեն որոշակի խնդիրներ, իրենք նաև այսպես ասած մուսկուլների ցուցադրություն կազմակերպեցին, ամեն մեկը իր հնարավորությունների չափով այդ ամենը իրականացրեց։ Արա Պողոսյանի խոսքով, Տաջիկստանում Իլհամ Ալիևի ժպիտները պայմանավորված էին նաև ներքաղաքական շահով, լեգիտիմության պահպանումով, իսկ շատ վերլուծաբանների կարծիքով, անկախ այս հանդիպումից Ռուսաստանի վերնախավում Ալիևին այլևս չեն վստահում։ Նարինե Ղուկասյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։